Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մեր շարակնոցի 25-րդ էպիզոդն է, շատ ուրախ ենք, այսօրվա մեր հյուրը Արթուր Շահնազարյանն է, ով ծավալում է գործունեություն Եկատերինբուրգում, որպես շեֆ խոհարար, այդպես, ողջույն։ Ողջույն Արթուր։ Ողջույն։ Ուրախ ենք, որ Հայաստանում ես, հենց Սանան ասաց Հայաստանում ես, մտածեցինք, որ պետք է հյուր գաս, խոհարարական թեմաներ մեր մոտ հենց ամենակիչ հետաքրքրողներից չի էլ, ինքը տես լավ պոպուլյար տեղ ունի։ Ես էլ եմ ուրախ որ Հայաստանում եմ, շնորհակալություն ձեզ հրավերքի համար, կարծում եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Մենք էլ ենք կարծում։ Միշտ ասում ենք ոդքասթի վերջում շատ հետաքրքիր ստացվեց, հետո որ լսում ենք, դեռ մենք իրոք հետաքրքիր է ստացվել, արձագանքներն էլ էլի, տենց որ հետաքրքիր են ստացվում, հենց որ ինձ թվում է այս մեկն էլ բացառություն չի լինի։ Այո։ Էլի խոսենք տարբեր տեսակի ազգային եւ խոհարարական բաներից, որովհետեւ Ռուսաստանում ինձ թվում է պահելը մի քիչ ավելի ուրիշ ձև է ստացվում, այսինքն նո այլ ազգում պահելը մի քիչ ավելի ուրիշ ձև է ստացվում, քան երբ որ հենց Հայաստանում ես էլի ապրում։ Դու Ռուսաստանում ուրիշ ազգերը շատ են էլի, ունդեղ տեղի ուրիշ մշակույթի մեջ ես։ Համ ուրիշ մշակույթի մեջ, համ էլ ունդեղ համ դու ես ցույց տալի քո ազգայինը, համ ուրիշն է ցույց տալի իր ազգայինը, իրանք ավտոմատ մի քիչ նմանություններ են սկսում ունենալ, հետո պետք է բացատրել թե եսքի հայկական են, իխի հայկական չի եւ այլն եւ այլն։ Ավելորդ գործ ենք անում։ Դա սկսի պատմել։ Մի քիչ ուզենք պատմես քո գործունեությունից ոնց ես սկսել, ոնց հենց խոհարարություն ու երբ այնց ես ընդհանուր տեղափոխվել Ռուսաստան։ Տեղափոխվել եմ շատ փոքր է 2000 թվականին, գնում գալիս էինք այդ 90-ականների վերջերին։ Հիմնական տեղափոխվել ենք 2000 թվականին, հայրս է եկել 99 թվականին, հետո եկել ենք ես, եղբայրս եւ մամաս 2000 թվականին տեղափոխվել ենք Եկատերինբուրգ։ Ես ծնվել եմ ստեղ Երևանում։ Ոնց եմ սկսել խոհարարությունը, դա ամենահայտնի հարցն է։ Էտա մեկ էլ Մալադի նաժի որ հաղթեցի, դրանից հետո սա Մալադի նաժի մասին է սա հարցրել։ 16 հատ ինտերվյու եմ տվել Մալադի նաժի մասին։ Արդեն զզվում էի ինտերվյուներից։ Բայց ոնց տարիքով փոքր ես, չի եղել այդ ժամանակ։ 28 տարեկան եմ։ 28։ Հա։ Ինտերնետում 19-ներ գրած։ Ինտերնետում շատ բան են իմ մասին գրել, դրանք մի կարթ է։ Ես շատ վատ եմ սովորել դպրոցում, այսինքն սովորում եմ այն ինչ որ ինձ դուրը գալիս էր, բիոլոգիա, աշխարհագրություն։ Այդ վատը չէ, ճիշտն է, ես էլ եմ սովորել։ Ես եմ կարծում, որ դա այդքան կարևոր է ու դա ազդեցություն ունի ապագա ձևավորվելու վրա, թե ինչ կդառնա մարդը, այդ 5-երը բաները, այդ կարմիր դիպլոմը ոչ մի կապ չունի։ Դրա համար ես սովորում էի շատ վատ, սովորում էի ինչ որ իմ դուրը գալիս էր ու մենք սովորում ենք մինչև 9-րդ կամ կարայր 9-րդից դուրս գայր կամ կարայր մինչև 11-րդ սովորեի։ Դե որ ես չէի սիրում սովորել, դա համար որոշել եմ 9-րդից դուրս գամ։ Ու զբաղվում էի սպորտով, ես ուզում էի շարունակել սպորտով զբաղվել, բայց ծնողներիս խորհուրդներով իրանք համոզեցին, որ չէ, պետք չի մինչև 30 տարեկան, հետո ինչ պետք է անես, մի հատ է տրավմա ստանաս, հետո ինչ պետք է անես, տենց համոզեցին ու ուրիշ ուղու վրա ես դրեցին ինձ։ Մի անգամ նստած իրիկունը սեղանի շուրջ, հայրս ասեց, բա ինչով ես զբաղվելու։ Ասի դե մենք Բոլոր ընտանիքներում այդ իրիկվա խոսակցությունն եղել է։ Դե մենք արուց չէինք ապրում, ես հասկանում եմ, որ պետք է ընտանիքիս օգնեմ ինչ-որ բանով։ Ասացի կգնամ կաշխատեմ, ասացի ինչ առանց կրթություն, առանց բան, ասեցի գրուշիկի կապ չունի, ինքա որ մի բան աշխատեմ, կողմերեմ։ Ասեց չեղավ, գրուշիկ չի լինի։ Ասեց կամ կարամ քեզ դասավորեմ գնաս խոհանոց, աշխատես կաֆեում, կամ գնաս ոսկերիչ։ Ես այդ ժամանակ 14-15 տարեկան չի պատկերացնում ոսկերի չի ինչ ես գիտես զավոդում ինչ որ sense ոսկին sense հալածնում են կեղտոտ բան sense ասի չէ կինոների մեջ չէ որ կան այն զավոդներում այրիկոնը գնում գարեջուր են խմում տղեկով բալետ է ես պատկերացնում ասի չի ոսկերի չեմ ուզում ասի խոհանոց ընդ տակ հա ուտելիքը միշտ կա այդ ալարկոտ վիճակից եմ ընտրել բանը Ասես լավ, դասավորեց ինքը մի հատ ծանոթ գյումրեցի, նու ծանոթ ուներ, ինքը ուներ կաֆե չդար, զակուսիչնի ասես։ Փոքրիկ, այդ դասավորեց, ես գնացի աշխատեցի մի 2 շաբաթ, դուրս եկավ, օգնական էլի, պովորի խորարի օգնական, հետո ասացին գնա ինստիտուտ, տեխնիկում սովորի, ասացի չեմ ուզում, ես հենց կսովորեմ, համ կաշխատեմ, համ կսովորեմ, ասին չէ գնա։ Ու ես դա ճիշտ եղա, որտեղ ոչ մի գիտելիք տեխնիկումը չտվեց, աբսոլյուտ։ Սովորեցի 8 ամիս,
Դե կարճ կուրսեր կար։ Այդ 8 ամիս սովորել եմ, դա ինձ հետո սկսել եմ աշխատել խոհարարի օգնական, հետո արդեն խոհարար, մոյշիկից սկսած ամեն ինչ աշխատել եմ կողմում, միջև հասել եմ ամառորով մոյշիկի գործ ինձ թվում է շատ ավելի հետաքրքիր է շոկ։ Հետաքրքիր չէ, ես աշխատում եմ, մենք ունենք մի հատ կիսա գերմանական, կիսա այտենց չեշսկի ռեստորան, Պանսմիտան, ունդեի ղեկավարությունը շեֆը, սուշեֆները գերմանացի էին։ Ու որ իրանք ես չգիտեմ հայերին ինչ չէին սիրում կամ вообще չէին սիրում այս դեմքով մարդկանց։ Ու ես որ մոյկայում կանգնած էի, ընդդեից ինքը բան էր անում։ Այ, այսինքն գոռում էր, եթե ինքը գոռում էր, պետք է հասկանայի որ կողի պետք է գնա, որտեվ այս սկավառոտքից ինձ յուղո տակ շպրտելու է ինքը ուղղ մոյկայի մեջ։ Այդտենց իրավիճակ էր մոյշիկի, բայց դե Իմ մոտ հետաքրքրություն կար բանի խոհարարության, երբ որ բանակ էի գնացել ու հետ եկել, չնայած բանակում երկու ալիք էր մեր մոտ, որ կարայինք նայենք, որ հերթապայ լինեմ, գիշերները նայում էի, մեկը հանրային առաջիններ, մեկն էլ կենտրոնով ցույց էին տալիս կուխնյա սերիալը։ Ռուսական սերիալ։ Բոլորս նայել ենք։ Ու երբ որ ես այդ նայում էի, հետո հետ է եկել բանակից, էլի շարունակում էի նայել սերիալը, ինձ հետաքրքիր էր, շատ ռոմանտիզացված պատմություններ էր, էլի։ Սերիալները ոչ մի կապ չունեն խոհանոցը ավելի դաժան է։ Ես սկսեցի նկարահանումներով զբաղվել ու հայտնվեցի տարբեր տեղերի խոհանոցներում ու հասկացա, որ ես երբեք չեմ ուզում հայտնվեմ ոչ մի խոհանոցում։ Մեր տանը ես սիրում եմ, չէ։ Ես իմ այն պլաններում ամենամեծ երազանքներից է ռեստորան ունենալը։ Ու ես կարծում եմ, սիրով, ես կարծում եմ, որ ես այն դեմքերից կլինեմ, այն որ գնում են բոլորից համոտեսնեմ բան, ես սրա մեջ սխտոր չկա, տորթերի մեջ սխտոր, սրա մեջ սխտոր, նրա մեջ Ահա դու ռեստորանը մի տարի հետո կփակվի, տենց շեֆ повара քեզ անիցելով մանագա։ Տեսել ես չէ՞ որ ռեստորանները կա դիմացը խինկալի է լինում կամ ինչ որ մի հատ բան, սուսաներ ռեստորանի դեմը նույնը սխտոր մեծ սխտորներ է շարածին։ Այն հին ժամանակներ տներում որ կախում են, որ չորան արեցին, իրանը տեց։ ինքը դեռ չգիտի, որ տեսահոլովակի մեջ սխտորի տեսարան էլ կա։ Ոչինչ, այդ մեկը կընդունենք։ Չէ, բայց համել գիտես ինչ կա, Հայաստանի այս նոր կիսագլամուր բան ռեստորաններ, որ ուզում են սարքեն, մեկ էլ տենում ես, որ իրենք ունեն շեֆ խոհարար, որը որ աշխատել է մի հատ ռեստորանում, օրինակ Ռուսաստանում, որը որ ունեցել է Միշլենի աստղ կամ ինքը այնտեղ աշխատել է ուրիշ պովերի հետ, ով ունեցել է Միշլենի աստղ։ Ինձ հետաքրքիր է Միշլենի աստղը։ Ինչ է փոխում, բանի ոնց է, օրինակ մեկը ունի Միշլենի աստղ, բայց գնում ես ռեստորան ուտում ես, հասկանում ես առանձնապես մի եսի ինչ չի էլի իր սարքածները կամ այդ ռեստորանի սարքածները։ Այդ ինչ է տալ այդ Միշլենի աստղը կամ խի է էլի տենց կարևոր Դե նայ փողով հնարավոր է Ունե, դու ունես թե չէ։ Ես չունեմ Միշլենի աստղ, սա հերվից մի քիչ գամ։ Նախ առաջին Միշլենի աստղը դա ոնց որ Օսկար ստանաս կինեմատոգրաֆիայի մեջ էլի, դա ոնց որ օլիմպիական մեդալ ստանաս, դա նույն բանն է խոհանոցի մեջ, դա ամենաբարձրագույն ռեյտինգն է խոհարարական, ինքը ստեղծվել է Միշլեն, եթե գիտես, Պակրեշկեկ, ինքը Պակրեշկեկի գիդն է, այդ գիդը ժամանակին սարքել է փոքրիկ գիդ, որ մարդիկ իմանան որտեղ կարելի է այդ Պակրեշկեկը փոխել Ֆրանսիայում։ Հետո որոշել են այդ գիդի մեջ նաև գրել կաֆեները, որտեղ կարելի է մտնել հաց ուտել, որ մարդիկ իմանան, որ այդտեղ Պակրեշկետ փոխեցին, դե կաս հաց ուտես։ Հետո սկսել են աստղներ դրել, որտեղ ավելի համով է այդ հացը, ավելի լավ սերվիս կա, ու տենց ինքը աճի դարել է մի հատ մեծ հսկայական կորպորացիա, որը կոչվում է Գիդ Միշլեն։ Միշլենը ինքը նայում է կոնկրետ պետության կոնկրետ տենդենցիային խոհարարական ռեստորանական օրինակ եթե գնաք Ճապոնիա, այնտեղ կան ռեստորաններ, զակուսիչնի փոքր, որտեղ տալիս են մենակ լապշա, fast food, բայց ինքը ունի մի աստղ Միշլենը։ Այսինքն ինքը հետևում է տենդենցիաներին, իսկ սկզբանե ինքը տվել է մենակ բարձրագույն խոհանոցներին, վիսոկայ կուխնյա։ Մենակ այդ հասկացողությանն է ինքը տվել աստղեր, այն էլ Եվրոպայում, հետո ինքը սկսել է տարածվել ամբողջ աշխարհում։ Մի աստղը, այսինքն ինչ-որ բալային համակարգ է, թե Երեք աստղ կա, 3 աստղ Միշլենյան կա, առաջին, երկրորդ, երրորդ, ու դու ամեն տարի պետք է կարողանաս պահես այդ աստղները, այսինքն քո մակարդակը չպետք է ընկնի, եթե ընկնի քո ձեռից կարան խլեն այդ աստղը, դաժե եղել է դեպքեր, որ խլել են, շեֆ բորը իրան կախել է այդ աստիճանի։
Լաս Վեգասի խաղացող է։ Դա համար պետք է կայանաց աստղերը պահես, մի աստղը, սենց բացատրություն կա, որ մի աստղը նշանակում է, որ կարելի է այդտեղ մտնել, եթե դու այդ քաղաքում ես գտնվում, երկու աստղը նշանակում է, որ դու կարաս քո ճանապարհը փոխես, գնաս ուրիշ քաղաք, որ մտնես, երրորդ աստղը նշանակում է, որ դու կարաս օվկիանոսը թռնես, որ հատուկ գաս այդ ռեստորան ու փորձես իրենց։ Այդ որ կես տարի շուտ տեղ են պահում այդ ռեստորանը։ Հա, այդպես ռեստորաններ կա, օրինակ Նոմա ռեստորանը Դանիայում ժամանակին, որ 5 անգամ լավագույն էր դարը, իրենց մոտ դու տարի ու կես շուտ պետքա բրոն անեիր, պետքա վճարեիր ու եթե դու դաժե չգար, քո փողը ոչ մեկ չէր տալու։ Կա մերն էս պատկերացի, փողը դու դիպոզիտը պահում ես, քո փողը ոչ մեկ հետ չէր տալու, չես եկել, չես եկել, դա քո խնդիրն է, բայց դու պետք է սեղանի հաշիվը մուծեիր, վсё։ Միշլենը Ռուսաստանում օրինակ Մոսկվայում, Ռուսաստանում չէ, Մոսկվայում դա տարբեր բաներ է։ Կա Ինատ ռեստորան Միշլենյան, մեծ սկանդալ եղավ, որ Միշլենը եկավ 20 թվին Ռուսաստան, 21 թվին ինքը տվեց այդ աստղերը, մեծ սկանդալ եղավ, որ որոշ ռեստորատորներ փող են վճարել եւ այլն, բայց դա ուղղակի այտենց խոսակցություններ է, էլի, ապացույցներ չկա, որ ինչ-որ մեկը վճարել է, չի վճարել։ Ընդ կան շատ մեծ կասկածանքներ, ինչի է այտենց ստացվել, ոնց է ռեստորանը կես տարի առաջ բացվել ու ստացել է 2 աստղ, ոնց այտենց կարող լինի։ Դա համար այտենց մեծ հարցեր կան, ինքը միջազգային, այսինքն ինքը խոսում է նրա մասին, որ քո ռեստորանը միջազգային ստատուս ունի։ Դրա մասին է ինքը խոսում։ Հիմա դու ուզում ես որն է, ինչ որ քայլեր կա, որ պիտի անես, որ դիմես։ Իմ քայլերը ամենադժվարն է, ինձ որ հարցնում են, ասում են, ուզում եմ Միշլենը բերեմ Հայաստան, ու ստանամ 3 աստղ Միշլեն Հայաստանում, բայց դա մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է, որ ես նայում եմ ռեստորանային շուկային Հայաստանի։ Նախարարինը պետությունը պետք է վճարի 4 միլիոն եվրո, որ բացվի Միշլենի ռեզիդենցիա քո պետության մեջ։ Հետո ամեն տարի ինքը պետք է վճարի 400-ից 500,000 եվրո, որ ռեզիդենտները, ռևիզորները շատանան իրենց, որ կայանան ստուգեն ավելի շատ ռեստորան։ Բայց այդ ամեն ինչը մի կողմ, քո պետության մեջ գոնե մի 10 հատ Միշլենին համապատասխան պետք է ռեստորան լինի, որ Միշլենը գա, ինքը կարա գա, որպես հյուր մի հատ նայի ասի, «Ես ինչ գնա, ատեմ հաջողություն»։ Հավաքվի գնա։ Դա համար դա շատ դժվար process է, դու սկզբից պետք է փորձես բերես ավելի անհայտ, այսպես ասած, ռեյտինգներ, կա օրինակ բրիտանական ռեյտինգ 50 best։ Իրան կարող է փորձես բերել իրանց համար, օրինակ ռեզիդենցիա պետք չի։ Դա ավելի հեշտ է իրանց բերել, որտեղ իրանք իրանց փողով են խրգում իրանց ռևիզորներին։ Փորձես բերես La List ֆրանսիական, Guimio իտալական, փորձես իրանց բերես, որ մանրից սկսեն ճանաչել, որ նոր արդեն Միշլենը գա։ Միշլենը ես հենց որ նայում եմ մոտ 10 տարի կարանք չսպասենք Միշլենին Հայաստանում, բայց ես ինձ դնում եմ շատ դժվար իմ առաջ խնդիր, որ Միշլենը բերեմ Հայաստան։ Դա լավ կլինի Հայաստանի համար, ոնց որ պոպուլարությունը կբարձրացնի էլի որպես տուրիստական երկիր, բայց սա խի է հարցնում մեծ Միշլենից սկսեցի ու եկա ասա Հայաստանին։ Հիմա ունենք Հայաստանում կամ հայ ինձ հայտնի, որը որ զբաղվում է ոչ թե ուղղակի Ֆրանսիայում հայա, որը որ Ժուլիան է սարքում կամ չգիտեմ ինչ, այլ հայ, որը որ հայկական ուտելիքներ է սարքում, մեր ազգային ավանդական, որը որ այդ է ներկայացրել Միշլենին ու դրա համար ստացել է աստղ։ Չունենք ավանդական խոհանոցով դու Միշլեն չես ստանա։ Դու պետք է զբաղվես ժամանակակից խոհանոցով, բարձրագույն հեղինակային խոհանոցով, ավանդականի համար քեզ ոչ մեկ Միշլեն չի տա, այն էլ Հայաստանում։ Եթե դա լիներ ինչ-որ ավանդական ճապոնական խոհանոց, չինական կարող է եւ ստանայր, բայց Հայաստանում չէ, որտեվ իր ավանդական այդ մեխանիզմը հայկականի մեջ ինքը շատ մի քիչ ոնց ասեմ, մի քիչ շատ ազգային է, ինքը շատ այնց խորը արմատավոր ազգային պատմություն ունի ու ինքը շատ դժվար է Միշլենի ընկալելու համար։ Այսինքն խաշլամեն Միշլենին չի զարմացնի։ Դա միս է խաշած կարտոշկի հետ, բիբարի, պոմիդորի հետ ու ոչ մի բան, վсё։ Ոչ մի դժվար տեխնոլոգիա մեջը չկա, ոչ մի ինչ-որ երկար process-ներ, տենդենս մեջը չկա, ոչ մի բան չկա, պրոստը խաշած միս է։ Դա համար Հայաստանում կա Ռենոմե ռեստորան, Կարեն Խաչատրյան շեֆ-փովերն է ռեստորանի։ Իմ կարծիքով, եթե Միշլենը հանկարծ գա, ինքը կարող է տա կամ նաև կա ռեկոմենդացիա Միշլեն, ինքը կարա տա ռեկոմենդացիա առանց աստղի կամ կարա տա մի աստղ։ Ես կարծում եմ կամ ռեկոմենդացիա կամ աստղ իրենք կարող են ստանալ։ Դա միակ ռեստորանն է, որ հայկական խոհանոցը ձևափոխած
Կարենը մատուցում է այդ ֆորմատով։ Շատ սիրուն է մատուցում։ Այդ ֆորմատով ուրիշ ես ռեստորան ստեղ չեմ տեսնում։ Ծաղկունք գլխատուն կա, որը La List մտավ ռեյտինգ։ Բիրավոյ, բայց ինքը մտավ զուտ իր այդ ունիկալ Գագարինում է, չէ՞ կարծեմ։ Գեղարքունիքում է Ահա, գիտեմ։ Ինքը զուտ ունիկալ տենց կոնցեպցիա ստեղծել, նաև գլխատունը, նաև այդ լավաշի թխելը, դա համար ինքը մտավ La List։ Ուրիշ ես ռեստորան չեմ տեսնում։ Ու շեֆ-խոհարարների խնդիրը կա։ Հայաստանում կա 6-7 հատ լավ շեֆ-խոհարար, ու սենց ռեսկի ինքը ընկնում է դեպի խորոված քյաբաբ։ Այսինքն միջին շեֆ-խոհարարներ չկա։ Դե որ մի քիչ խորանենք ամեն ոլորտում է տենց էլի երգը կամ նկարահանումը կա շատ բարձր, հետո մի քիչ սենց միջինն է, շատ քիչ։ Ու մնացածը այն ամենացածրն է արդեն էլի։ Միջինը քիչ է, ճիշտ է։ Իրականում միջինը բոլոր ոլորտներում շատ քիչ է։ Այդ միջինն է, բայց ամենակարևորը էլի դրանից է կախված։ Ծաղկունքն երևի հայտնի է իր գլխատնով, գլխատնով։ Հայաստանի կարծեմ ամենահին թոնրատունն է։ Մենք ու La List-ից դրա համար է իրենց միացրել է ռեյտինգ, որ ունիկալ պրոյեկտ է այդ առումով, այդ գլխատունի եւ այլն եւ այլն։ ու պետությունն էլ իրականում հենց ծաղկունքի հետ կապված ես հիշում եմ որ մի քանի տարի առաջ նույնիսկ ծրագրեր կար որ հյուրերին հենց այնտեղ էլ ուղեկցում էին։ Մյուս բանը որ հետարքիր է, այսքան ժամանակ ապրում ես Ռուսաստանում ու այնտեղ զբաղվում ես հայկականով համել։ Հիմա մարդ որ ուրիշ երկրում է ապրում, կոպիտ ասած ուրիշի մշակույթով էլ չես կարելի մենակ քոնով ապրես ուրիշ երկրում, նաև ուրիշի մշակույթը կա։ Հայկականի հանդեպ այդ հետաքրքրությունը ոնց է որ մնում է, ինչ է անում որ մնում է, կամ այդ կառույցները հայկական, բան այդ ամեն ինչը ոնց է էլի կազմակերպվում ուրիշ երկրում։ Այսինքն ով է որոշում որ պետք է անի, զբաղվի դրանով, որ ամեն դեպքում ներդրում էլ է հավանաբար լինում դրա համար։ Դե նախ սկսենք նրանից որ մի այսքան էլ հայություն ինչքան ստեղ կա Ռուսաստանում։ Ու կան բազմաթիվ համայնքներ ու ինչքան դեպի այդ Սոչի բանը դեռ ավելի շատ հայություն է։ Ես կասեի իրանք ավելի թույլ են իրանց աշխատանքի առումով, երևի շատ են դրա համար է թույլ իրանց աշխատանքը, ինչքան դեպի գնում ես ավելի Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ եւ այլն, դա ավելի ուժեղ է։ Դե Մոսկվան, Պետերբուրգը չեմ ասում, դե տարբերություն կա հայության, եթե Եկատերինբուրգ եկել են մեծամասամբ գյուղի հայերը, այնտեղ եկել են Երևանից են տեղափոխվել, մեծ քաղաքներից են տեղափոխվել, դա համար ընդեի այդ կրթական մակարդակը հայության ուրիշ է, մեր մոտ ուրիշ է։ Այնտեղ մեծամասամբ զբաղվում են համայնքները, ինչ որ պահպանողական տենց գործերով, դպրոց, եկեղեցի, պարի դասեր, կանոնի եւ այլն, ֆուտբոլական թիմեր կան, հայկական, բայց եթե խոհանոցի մասին ենք ասում, ես կարող ասեմ, համարյա ոչ մի բան չի արվում։ Եթե արվում է, դա անում են 2-3 հոգի մարդ, ես կարամ 3 հոգի ասեմ, մեկը Գայանենը Բրիովան, Գայանես ռեստորանի տերը, մեկը Սերգեյ Նավասարդովն է, որը Մուֆլոնի շեֆ-խոհարարն է, մեկն էլ ես եմ, всё։ Մնացած թող դա մի քիչ անհամեստ հնչի, բայց մնացած բոլորը գրկել են մանգալ ու զբաղվում են քյաբաբով։ Այդ խնդիրը ընդեղ էլ կա, ոչ միայն այստեղ է։ Դե խնդիրը մեկը ինքը համատարած է, ուղղակի Ստեղ էլ է նույնը, Ամերիկայում էլ է նույնը, Եվրոպայում էլ է նույնը։ Այսինքն այդ մաղալի հետ կապված։ Դե հա, դե այդ ամենահեշտն է։ Ամենահեշտն է ու կան շատ մեծ ստերեոտիպներ, մենք մաղալը հասցրել ենք ազգային sense արժեքի, բայց մեր խոհանոցի հարսանիքների խորովածի պաշտամունքը։ Մենք գլխավոր 3 հիմքը հայ խոհանոցի դա կանաչինը, ցորենը եւ կատնամթերքը։ Ոնց ֆրցնում ես, մենք գալիս ենք կանգնում ենք այդ 3 հիմքի առաջ։ Միսը չի, խորովածը չի։ Դե հա իրական համեմունքներն է էլի։ Որ խոսում ենք պարոն Մամուլյանի հետ, ասենք պահքային ծիսակարգերի մեջ մտնող նենց ուտեստներ, որ ինչի հենց ցորեն, ինչի հացահատիկից պատրաստված ուտեստներ, ինչ նշանակություն ունի ու հենց տարվա այդ շրջանում ամբողջի գիտությունը։ Մենք ամեն ճաշատեսակի հայկական ճաշատեսակի մեջ ինչ որ արժեք ենք դրել գաղափար։ Ղափաման ինքը նշանակում է խաղաղություն, որտեղ այդ դդումը դա աշխարհն է, մեջի այդ հատիկները դա բրինձը դա մարտիկ են, այդ պոպոկ բան, այլ լեզուներ, ազգեր, մեղրը միավորում է, այսինքն ինքը մարդասիրական ինչ որ գաղափար, գաթան ինքը արևա նշանակում, այսինքն ամենի մեջ գաղափար կա, բայց որ խորովածը նայում ես դա ուղղակի
մսի պատրաստելու Նախամարտու կերակուր մսի պատրաստելու որևիցե մի եղանակ է ուրիշ կարելի է միսը խաշել ժարիտել կարելի է խորովել ուրիշ ոչ մի բան այնտեղ ոչ մի գաղափար մեջ կամ հոմուտել տարտար սարքել ուրիշ ոչ մի բան չկա դա համար որ սկսում են խորոված ասում են լավ բացատրեք արժեքը որն է խորոված ինչ արժեքայի մաս գդրե այդ խորովածի մեջ մենք ունենք տոլմա որ իրոք արժեք է տոլման հա չգիտեմ այնտեղ Հարիսան էլ ինչքան էլ անունը մի քիչ ցակումնաբանությունը դեպի Լիբանանի կողմերն է, բայց ամեն դեպքում այդ կերակուրը Հարիս ասվածը հայկական է։ Ու էլի որ խորանաս պատմության մեջ իր մշակույթը։ Դեպս մենք ասում ենք արժեք, բայց մարդիկ էլ ասում են ուտելու արժեքը որն է։ Դե մարդիկ գտնվում են մարդիկ ստերեոտիպի sense կոկանի մեջ են իրանք գտնվում ու եթե ինձ հարցնում են ով է մեղավոր խորանոցու այս վիճակում ես ասում եմ սաղս բոլորս մեղավոր ենք որովհետև մտնեք լյուբոյ մեծ սուպերմարկետ Մոսկվայում վեկալեք մածունը վրան գրած է մացոնի շուրես տալի հետևը գրած է изготовитель Գրիգորյան Սիմոնյան Պողոսյան այսինքն Պողոսյանը սարքում է կամ Գրիգորյանը ալնու չի դնում մածուն ինքը դնում է մացոնի այ դրա մասին էլի լսել էի հենց կոնկրետ մածունի ու դա ամեն ինչը շարոց չենք ասում ճուճխելա ենք ասում ենք այն տարի գնացել ենք Սյունիք որտեղ մտանք ամենտեղ գրած էր կամ սուջուխ կամ ճուճխելա ոչ մեկ շարոց չէր գրել ոչ մեկն էլ հայկական տարբերակ չի մենք մեր ձեռքով քանդում ենք գերեզմանները հայկական խոհանոցի մանրից կամած քանդում ենք Իմամ Բայալդի ասելով սխտորած է դա կոչում ենք ասում ենք Իմամ Բայալդի տենց անունները ինչ որ թուրքական պարսկական մեր թշնամիների անունները ասես լցելով քանդում տեղից ինքը քանդված է ինքը Համարյա 1000 տարի եղել է ուրիշ ազգերի լծի տակ մեր մշակույթը, մեր խոհանոցը, մեր ինքնությունը ու հիմա մենք պետք է ընդհակառակը մաքրենք այդ ամեն ինչից մենք անում ենք ուրիշ գործ, մենք հանդում ենք։ Չէ, մենք սովոր ենք մի քիչ։ Մենք բնականաբար բոլորը, չէ։ Մենակ խոհանոցին չի վերաբերվում։ Ամեն ինչին երկի մեջ է դա։ Այս համ երկի մեջ է, համ էլ էս վերջերս մի հատ հետաքրքիր բան եղավ, ընկերոջս հետ խոսում էի։ Մեծ չեմ հիշում ինչ դեպքեր ինչ որ մեկը ռիլեր գցել թե ինչ որ post-էր արել որ մտել էր եկեղեցի իրան ինչ որ ասել էին ոնց որ չի կարելի պետքա ծածկվես եւ այլն ու տենց ինչ որ մեծ խնդրեմ էր դառը այդ իր համար որ այ քեզ բանխի պետք է ես մտնելուց եկեղեցի որոշեմ որ պետք է ինչ որ մի բան ծածկեմ եւ այլն բայց այդ նույն մարդիկ որ բողոքում են դրանից իրանք գնում են ինչ որ մի հատ արաբական երկիր Մասկիթ գլուխները ինչ կա չկա այն ցիգանների առաջի գիշերվա շոյերից գցում են իրանց վրա մտնում են ինչ որ միտեն մաշալլահ գրասներով չգիտեմ այդ ոնց որ սիրում ենք ուրիշինը տենց կայֆ գտնենք կներեք բառիս համար իհարկե բայց հենց այդ ախր չէ մեծարել չէ այդ հենց տենց էլ պիտի ասած այդ իրանց հետ բռնում է այդ բառը այդ իրանց այդ կայֆ բառը իրանց դեմքի հետ բռնում է այդ իրանք գնում են դրանից կայֆ են բռնում բայց գալիս են երբ որ դու ունես քոնը քո հայկականը քո մշակութայինը որը օքեյ ժամանակի ընթացքում մի քիչ փոխվել է դառնում է ինչ որ զրոյական մի հատ բան հենց համեմատականներ կան դրա հետ կապված առօրյա կենցաղային հա չէ համեմատականներ շատ կար ուղղակի այդ վերջում ես խոսակցությունը ունեցել էի այդ դրա հետ շատ բռնեց էլի որ ուրիշինը վերցնում ենք չգիտեմ մեր համար ավելի հետաքրքիր է դառնում թե Հարևանի հարսը միշտ էլ լավն է օրինակ որ մտնես Ռուսաստանում դες բազմաթիվ հայկական ռեստորաններ են փրկել օգնել ձևավորել կարգի բերել որ ես անալիզ եմ անգամ արել 309 ռեստորան կա sense ասած ռեստորան կա Ռուսաստանը որ զբաղվում է հայկական խոհանոցով ես բացել եմ հատ ամեն մեկը նայել եմ ընդ որ մաքրում ես տակը մնում է մի 12 հատ ռեստորան որովհետև օրինակ ռեստորանը Արարատ են դնում անունը գնում ես մենյուն բացում ես 90%-ը վրացական հենց դա պիտի ասեմ ռուսական որ հարսանիքը նայում ես սաղինը չգիտեմ այդ Արարատ ռեստորանը ինչ ռեստորան է բայց ոնց որ պոպուլյարն է հնարավոր անունի պատճառով կամ կարող է լավն է բոլորի հարսանիքները Արարատ ռեստորանը մա ու որ հարսանիքները տենում ես ինչ են լսում իրանք այդ հարսանիքների ժամանակ ոնց որ Արարատ չէ էլի ինչ որ մենք չգիտեմ Արարատը հակառակ կոմից լավ ամեն դեպքում տենց է դե սա ու տենց է դու չես տենա վրացի շեֆ խոհարար որը ինքը չաշաշուլին կձևափոխի ուրիշ անուն կդնի որ ուրիշները հասկանան որ ռուսը հասկանա չաշաշուլին ինչ է բայց հայը մոմենտալ կերուսուսը կջնջի կգրի ժարկոյը տեղը որ հանկարծ մեկը պրոպուսի չանի հանկարծ դիժի բան ու նույնը իտալացին ինքը երբեք չի գրի գարգանձոլայի տեղը սիրս պլեսինյո ինքը գրում է գարգանձոլա իրան հետաքրքիր չի գնա ինտերնետը բացի կարթա ինչ է գարգանձոլան մենք որ Վոլգոգրադում բացում ենք շատ լավ ռեստորան ենք բացել կասկադ ժամանակակից հայ
խոհանոցի ռեստորան էր ու ես ամեն ինչ հայկական էի գրել ու իմ օֆիցիանտները խոսքի տժվեժիկը չէին գանում ասեին շեֆ բայսի ոնց ասենք էսի ոնց ասել լսեք դուք գարգանձոլա ու բոլոնեզը կարում եք ասեք բայց տժվեժիկ դուք չեք կարում ասեք սաղեն սովոր ասել տժվեժիկի պատմություն ամեն ինչի պատմությունը սովոր ասել անգիր գիտեն բայց այդ ուտելիքի պատմությունն էլ է իրականում հետաքրքիր, որովհետև կինեմատոգրաֆիան առհասարակ որ սկզբից սկսում են սովորել, այդտեղ կետ կա, որ մարկանց հետաքրքրում է ուրիշ մարկանց պատմությունները ու առհասարակ պատմությունները։ Իսկ կինոյի կառուցվածքն էլ է, չէ՞, դու նայում ես ուրիշ մարդու պատմությունը։ Նույնն էլ ուտելիքի պատմությունն է, երբ որ դու այդ պատմությունը գիտես, քեզ ավելի հետաքրքիր կլինի իրան ուտես, համնես գաս, որտեղ նույնը երկին է վերաբերում, ինչ պատմես, դա հա, էլի, կոպիտ ասած ոնց որ երկի մասին պատմես, ոչ թե երկի։ Ես օրինակ շատ նեղացած եմ մեր ռեժիսորներից, որտեղ օրինակ նկարում են սերիալ հայկական։ Ու սերիալի մեջ մաման երեխային ասում է, քո սիրած պիցան եմ պատրաստել։ Բայց ինչի քո սիրած հարիսան չես պատրաստել։ Արդեն մոդա է սուշին։ Ինչի քո սիրած, չգիտեմ, ժինգալով հացը չես պատրաստել։ Ինչի ես պիցա օգտագործում։ Ինչի դու չես փորձում հայկական արհեստանես քո սերիալի մեջ։ Արտուր ջան, որովհետև հիմիկվա բոլոր բալիկները ուտում են երկու տեսակի ուտելիք՝ փլավ եւ ժարիտ։ Մեկ-մեկ պիցա։ Ու սուշեն պատվիրում։ Դա մար ես շատ եմ նկատում ֆիլմերի մեջ, սերիալների մեջ հայկական չկա ոչ մի հայկական բան։ Ապա դու նկատել ես, որ այդ պիցան երբ որ իրանք ասում են քո սիրած պիցայից են պատվիրը, հետո ասում սարքել կամ պատվիրել։ Ֆիրմայի անունն են նշում։ Ֆիրմայի անունն են տալիս։ Դա այդ գովազդն է։ Համանավանդ կա այդ պաբիրոսի կոնյակի ռեկլամները, որ հանում է։ Հիմա սուշին է մոդա։ Ծխում որ տենան վրա գրած։ Էդիկա սեմուշկին օրինակ։ Որ ոչ մեկի անունը չեն տալիս, բայց բոլորը հասկանում են, էլի, որ ֆիրմաների մասին է։ Դե հիմա մի հատ բոլորը հասկանում են, որ սերիալների մի հատ հենց հիմա սերիալ կա, գնում է, չհարցնեք ինչ եմ նայում, որտեվ ես սկսել եմ թինեյջերական շապերների մասին, սերիալների մասին ու այդ սերիալի մեջ անունը չեմ տա սուշի, եթե հովանավորեք, կտանք ձեր։ Հա, եթե հովանավորեք ու եթե մի խոսքով վազիկով անընդհատ գալիս է երթվում եմ սերիայի մեջ երկու տեսակ, նայեք, քո սիրելի այսինչի սուշին եմ պատվիրել, քո սիրելի այսինչ ֆիրմայի սուշին եմ պատվիրել։ Այն հին ժամանակով հələ հետաքրքրում էր այդ, երբ որ նոր էի սկսել մոնտաժ բան անելը, մտածում էի որ կարող եմ ինչ-որ TV մտնեմ, հետո նկարելու մասով էլ, հետո իմացա թե իրանք ոնց են այդ ամեն ինչ անում, ուրեմն սցեները իրանք գրում են հենց այդ օրը։ Հիմա չգիտեմ տենց է թե չէ, բայց այն ժամանակը տենց էր։ Սցեները գրում են, դերասանը սպասում է, բերում են սցեները, դերասանը կարդում ու սկսում էր խաղալ։ Այսինքն ոչ ռասկադրովկա կար, ոչ մի բան չկար, ոչ սցենարը կար, որ դերասանը։ Հա, որտեվ գովազդատուն էր որոշում իրանք ինչ պիտի խաղան։ Նույն ձևի երբ որ իրանք պատվիրում են կոնկրետ տեղից սուշի, սպասում են մեռնեն մեջը։ Սպասում են թե երբ է գովազդատուն ասելու որ այս սեթ է այսօր գովազդարեք, ու վերջ իրանք դրա հիման վրա սցեները նկարում են։ Դրա իսկ ղափամա ոչ մեկ փող չի տալի որ ղափամա նկարեն, բայց հասկանում եմ որ սերիալը առանց գովազդ չի կարա լինի ու ֆիլմը առանց գովազդ չի կարա լինի, բայց եթե իրանք ուտում են պիցա, կարան դրան ինչ որ մի հատ զուգահեռ է գնան առանց գովազդ ուղակի ինչ որ մի հատ տեղ ու ուտեն օրինակ ղափամա, բայց նեն ստացվեց ինչ որ մի ժամանակ անընդհատ ուտելիքային բաներ էի նկարում ու երբ որ ես հայտնվում էի այդ սուշիների բաներում, այդ պատրաստման տեղերում, հելնում էի վրաս հոտել կպած լինում։ Ну, եթե վատ վիճիշկայա եւ այլն կարա տենց բան։ Ու այն որ ես պատկերացնում եի, օր ասում լավ մարդիկ էս պատվիրում ուտում են, այն որ ես տեից հելել եմ ու մտածում եմ, արա ինչ լավ էր որ սաղ մնացի ես ամեն ինչից հետո մարդիկ այդ պատվիրում ուտում են, բայց չգիտեմ։ Ինձ որ ասում են սուշի Հայաստանում ու սկսում են գովել sense թարմ բան, ես մի քիչ կասկածելի եմ անում։ Հարցը դրա մեջ չի, մեր գեոգրաֆիան եթե մենք նայենք, մենք այնքան ենք հեռու գտնվում այդ ամեն մթերքից, որը սուշի տունից օրինակ շատ հեռու է մեզանից Կամչատսկի կրաբը Ռուսաստանային մյուս ծերն է, ոնց եք դուք այդպես թարմ, ինչի՞ց է թարմ։ Չէ, իրանք սառասած ձկներով են անում։ Սառասած ձկներով, հա, բայց որ սկսում են գովել մեր մոտ թարմ տունեցը կրաբը որտեղից, եթե Մոսկվա ոչ բոլոր ռեստորանը թույլ տալիան թարմ կրաբ բերեն։ Բայց դա ուրիշ հարց է, որ ասում են գնեք մեր, չգիտեմ, 50 հատանոց սեթը ընդամենը 4200 դրամ, ու դու մտածում ես, այդ 4200 դրամից դու հարկ ես տալի։ Քո ինգրեդիենտների փողն ես տալի, աշխատողի փողն ես տալի, առաքման փողն ես տալի, բայց դու ինչ ես աշխատում դրա մեջ, էլի, որ 4200 դրամ լինի, շատ մեծ իրանց այդ աբիոմը լինի, դա համար իրանք տենց ծախում, դա օրինակ Զեբիկը որ կա այդտեղ ձեր մոտ, իր ստեյքերը Սաղեժան է։
մեխակի։ Բայց շատ համով են։ Ես չեմ եղել, ու շատ ամենաէժան ստեյքերն են ամբողջ Ռուսաստանում։ Ինչքան գովազ դա ենք podcast-ի մեջ։ Այս գովը այս պիտի սաղից փող ուզենք։ Ստեյք միսնիկա բանը դե 400 ռուբլի, 500 ռուբլի դա կոպեկներ է ուղակի ստեյքի համար, բայց ինքը աշխատում է իմенно այդ քանակի, իրանը շատ են զբիկները, ինքը աշխատում է իմенно քանակի հետ, որ այդ պատոկը շատ գալի մտնի։ Ինչքան մտել եմ այդտեղ միշտ sold out վիճակ է, բոլոր տեղերը զբաղված։ Նույնը սուշին ինքը կարա տենց աշխատի, այդ պատոկը շատ մեծ լինի, դա համար ինքը իրան թույլ տա գինի այդքան ճեսնի, բացի այդ Հայաստանում բրինձը ավելի էժան է։ Թանկը վրեն կարա այդ ձուկը լինի, էդ էլ նայած ոնց կտրես, եթե լավ մասնագետ ես, կարա շատ բարակ կտրես։ Ավոկադոն էժան է, պանիրն էժան է։ Մնա պանիր, բան ձեր մոտ ավելի էժան է մթերքները։ Ես օրինակ եթե ճաշատես սալատ եմ պատրաստում, աղցան Ռուսաստանում եթե դու մեջը գցեցիր մի քանի հատ թարխուն, քո գինը բարձանում է, այսքան է դառնում։ Հայաստանում գցում ես, այդ գինը չի բարձրանում, որտեղ Ռուսաստանում թանկ է այդ թարխունը։ Չէ, դա էլ է բարձ, բայց ես մի տեսակ չեմ հավատում էլի, որ կարաս լավ ոնց որ ինքնարժեքը չես կարա էլի լավը սարքես, ցածր ինքնարժեք ունենաս, բայց դա չեմ մտածում, որ այնքան վատնա, որ ուտես կմեռնես էլի, ամեն դեպքում դա չեմ մտածում։ Թույնավորես մի քանի օրով։ Չէ, բայց տենց բաներից թունավորում հենց ոնց որ չի եղել։ Չեմ հիշում, հա եղել է։ Բլոգերներից մեկը հիմա չգիտեմ, լավ չէին վճարել դրա համար թունավորվեց, թե ոնց։ Ամենահայտնիներից մեկը սուշից միամիտ թունավորվել էր։ Ռիսկը շատ է սուշից, որտեվ հոմձոկը նամանավանդից է կրիվետկին մի քիչ վատ են պատրաստել, իր մեջ է սպիտակուցը շատ է, ու շատ թույնավոր սպիտակուցը, եթե ճիշտ չես պատրաստում, կարելի է թույնավորել։ Իսկ դա հիմա Հայաստանում ինչ գործունեություն ես ուզում տանես։ Չէ, ինչ անցում արեցին։ Քիշեցին վատ փորձը կրիվետկա սարքելու։ Սուշիներից մի անգամից Հայաստանում ինչ գործունեություն ես ուզում անես։ Սուշի չես անելու, չէ։ Եթե գախնիկ չի։ Ես հայկական խոհանոցով եմ մենակ զբաղվում կամ ավանդական, մեծամասամբ հեղինակային, ժամանակակից ինձ հրավիրել են ինվեստորները, որ ես այդտեղ ուզում են իրանք բացեն ռեստորան, հայկական ժամանակակից խոհանոցի ռեստորան, ու ես լինեմ շեֆ-պովեր կամ բրենդ շեֆ, դեռ չգիտեմ։ Դա համար ես եկել եմ, որ հիմա նայենք ինչ կա, ինչ լոկացիաներ կա, որ տեսնենք ինչ ենք անում։ Գախնիկ չկա։ Մենք մենակ ուրախ ենք։ Այդ Ռուսաստանում տենց ուզում ես սաղ թողես գաս ստեղ, թե ամստեղ համընդեղ։ Մտքեր կան տեղափոխվելու տարբեր, բայց ես հասկանում եմ, որ ես չեմ կարող մի պետության մեջ մենակ աշխատեմ, որտեղ նաև ունեմ պրոյեկտներ Ռուսաստանում ահագին։ Երևի կլինի ինչ-որ մի հատ քաղաք, որտեղ ես հիմնական կապրեմ, այդից արդեն ես կգամ իմ գործերով։ Դե լավ կլինի Երևանը լինի։ Բայց ցանկանալի է որ լինի Հայաստան, մի քիչ դժվար է 26 տարի ապրելով ուրիշ պետության մեջ ու սենց վեկալես ասես всё ես տեղափոխվում եմ, դա շատ դժվար է։ 26 տարին էլ ինքը գիտակից տարիներն է էլի, այսինքն ձևավորման տարիներն է, մի քիչ դժվար է միանգամից բռնես քո ոնց որ ամեն ինչը փոխես միանգամից։ Շատ դժվար է, որ առաջի անգամ ես գալիս սենց տուրիստի կարգավիճակով, քո համար սաղ լավա պատիվ են տալի, գնում ես տեսել։ Դժոխքի պատմությունն է։ Բայց որ ես ինատո գալիս եմ ինքս որ ֆրամ նայեմ, քայլեմ փողոցով, մտնեմ ստեղ, մտնեմ այնտեղ տաքսիի հետ կռիվանեմ, անեմ, որ հասկանամ ոնց է ստեղ մարդիկ ապրում։ Այո, շատ տարբեր է իրականում որպես տուրիստ ու որպես տեղի ապրող շատ տարբեր է։ Մի քիչ առօրյա հոգսերով, երբ որ շատ է լինում արդեն։ Ես դժգոհ չեմ, բայց։ Ես չեմ ասում ես դժգոհ եմ։ Ստեղ ապրում ես այսքան տարի, դա որ դժգոհ չես։ Հա, բայց իրոք դժգոհ չեմ։ Հա, բայց դե մենք դրա համեմատականություն ենք։ Բայց դե մի օրով եկա Մոսկվա հետ եկա, դեպրեսիա։ Լավ խոսք ասում է, երբ գնում ես ուրիշ պետություններ, սկսում ես չգնահատել քո պետությունը, որտեվ դու օրինակ դու գնում ես Եվրոպա, տեսնում ես ավելի լավ ինֆրաստրուկտուրա, դու տեսնում ես ավելի կրթված մարդիկ, նույն Ռուսաստանում տարբերությունը, այդ կուլտուրնի ցենզի տարբերությունը շատ է։ Դու այդ ամեն ինչը տեսնում ես ու հրադառնում ես, ասում ես, ինչի ստեղը տենց չի, ոնց անեմ, որ ստեղը տենց։ Այդ մարկած քանակից էլ է։ Հա, այդ էլ մի քիչ հարաբերական է, որովհետև կարող է մի քիչ հնչի համեմատում եմ հալալ ազգի մասին, բայց այտենց է, էլի։ Մեկ որ համեմատում եմ գնալ գալուց հետո ասում եմ բայց տեսար որ Հայաստանում օրինակ էս ինչը ավելի լավ է։ Դու Հայաստանում կարաս հանգիստ հետլես օրինակ գիշերվա 2-ին 3-ին պտտվես ու քեզ ոչ մեկ չմոտենա։ Գիշերվա 2-ին քնած եմ տունը։ Չէ, դե իմ բախտը նենց է ստացվել որ օրինակ բենդի հետ մենք ուշ ենք վերջացնում ենթադրենք ու ստացվում է որ շատ ապահով է, այսինքն քեզ ոչ մեկ չի մոտենա ինչ որ բան ասի։
Մեկ լինում է ինձ կոնկրետ գիշերը 2:03-ին բոմժերն են մոտիկանում, մուրացկանները կներեք։ Ցերեկներ են մոտենում։ Ամենահետաքրքիրը լինում է որ ստուդիայում օրինակ մեկ գործը վերջացնում եմ գիշերը 2:03-ին, դուրս եմ գալիս տես մաքուր օդա, հովա հազիվ լինում, քամի է լինում, ասում եմ լավ, մի շոտով գնամ, միանգամից չգիտեմ, տաքսի չկանչեմ։ Ու մեկ էլ տենում եմ ինչ որ կոմերից մարդիկ են մոտիկանում, այն որ մի պատուել ես մի քիչ sense հերո փորձում մնաս, բայց հասկանում ես որ ինքն է քեզնից է մի քիչ ուզում sense հերո մնա, ու մեկ էլ մի հոգի գալիս է։ Ես Ռումինիայի ցիգանները հիշեցի։ Սիգարետ ուզում։ Որոս մոզորը լավ դա գնացեք քնեք էլի գիշերը։ Չէ, որնանք պլյուսները շատ այստեղ դուք Եկատերինբուրգ չեք եղել, որտեղ 6-7 ամիս ձմեռ է։ Ատենշում կորա։ Դուք չէ, այստեղ միշտ արևոտ է, այստեղ արևոտ արթնանում ես, արևը արդեն տրամադրությունը լավ է։ Երկու անձրև է լինում, վատանում ենք։ Մեր 2 ամիսը անձրև է Եկատերինբուրգում։ Մեր մոտ այստեղ մթերքը ավելի համով է, ես որպես շեֆ խոհարար ասում եմ, օրինակ ես որը գնում եմ Ռուսաստան, հասկանում եմ, որ մենք պլաստմաս ենք ընդեղ ուտում լրիվ։ Այստեղ համով է, այստեղ քո ինքնություն ամենակարևորը իմ համար, ես ինչ եմ ուզում տեղափոխում, որտեղ իմ ինքնությունը այստեղ է։ Ես եթե մնամ լուբոյ պետությունում ուրիշտեղ ես դառնալու եմ ապագա ռուս, ամերիկացի, ֆրանսիացի, ես դու էլ չէ երեխեքդ ամեն դեպքում ամեն դեպքում ես որ նայում եմ մեր համայնքի երեխաներին այդ փոքր իրանք հայկական դպրոց գալիս են, բայց խոսում են մենակ հայերեն եւ դասա գնում ու դասատուն գլխին կանգնած է։ Հենց զանգը տվեց ինքը Էլա Միջանսկ, ինքը ռուսերեն է սկսում խոսալ։ Ինքը վաղը փսակվելու է մի հատ ռուս աղջկա հետ, իր երեխան արդեն դառնալու է կիսառուս, իր թորը արդեն վсё, ասելու է у меня были армянские корни։ Եվ վերջացել, ես չեմ կարծում, որ իմ պապերը, որ իմ ազգը ստեղծել են, մտածել են, որ մի օր Արտուրը կգնա, չգիտեմ, կձուլվի ուրիշ ազգի հետ ու կվերջանա Արտուրը։ Մի քիչ շատ կարևոր է դառել էլի այդ հայկականության պահպանությունը։ Այս վերջերս չնայած որ թեմաները միշտ շատ խառն են լինում, այդ չգիտեմ գլոբալիզացման կամ ինչի համար է պետք լինել մենակ sense մոնոէթնիկ կամ ու այդ տեսակ լիքը հարցեր կարող ասեմ, որ մարդկանց մոտ առաջանում է ու պատճառաբանությունները տարբեր է լինում, որ դե հիմա ես սովորել եմ ստե ապրել, ես ծնվել եմ ստե եմ եղել, դրա համար ուզում եմ հայ լինեմ, մեկ ասում դե ես նշի գցե բռնել եմ, որտե պիտի ծնվեմ, ստե եմ ծնվել, դրա համար հայ եմ։ Ես էլ մի քիչ ուրիշ ձև եմ ասում, եթե իմ համար տարբերություն չկա, օրինակ ինձ ձև եմ ապրելու, առօրյաս դասավորելու, իմ ազգային պատկանելիությունը ինչա լինելու, ել խեմ ապրում ստե, գնամ Իսպանիայում կապրեմ, որտեղ իմ գործը հենց կոնկրետ իմ համար առնվազն մի 10 անգամ ավելի ձեռնտու է լինելու, էլի։ Ու նույնն էլ այդ այլ Ռուսաստանում ապրողի համար ինչ-որ մի կարևոր չի լինելու, էլի ինքը հայ ռուսը կարևոր գործ է լավ։ Սերունդերին ու հասկանում ենք, որ դա տանում է դեպի ասիմիլյացիա, ուրիշ ճամփով չի տանում։ Հայաստանում ապրող սերունդներն էլ։ Նո դուք մեկա ձեր ինքնության մեջ եք ապրում, ինչ որ չափ ոնց է լինի, հա ինչ որ չափ, ոնց է լինի մեկա դա պահպանվելու է, գոնե այդ adekvat հայերի շնորհիվ դա պահպանվելու է, բայց Ռուսաստանում ինչքան է դու adekvat հայ լինես, քեզ ամբողջը ուրիշ մշակույթ է, ուրիշ մշակույթի մեջ ես։ Դու չես կարող դա պահպանես։ Ես դաժե ասեմ, մենք օրինակ ունենք շատ փոքր քաղաքներում Ռուսաստանի եկեղեցիներ հայկական։ Օրինակ մի մարդ հարուստ է եղել եկեղեցի սարքել, չգիտեմ, Նոյաբրսկ քաղաքում Ռուսաստանի, որտեղ կա 200 հայ։ Հարց ինչի համար։ Այդ 200 հայը 30 տարվա մեջ ձուլվելու են կամ թողնելու են տից գնալ։ Այդ եկեղեցին մնալու է ում։ Մնալու է ռուսական եկեղեցուն, իրանք վեկալու են այդ տարածքը սարքելու են ռուսական եկեղեցի, վсё։ Այսինքն ես դրա իմաստ չեմ, գտնում եմ իմաստ մեծ քաղաքներում, որտեղ շատ է հայության քանակը եկեղեցի սարքել, բայց այդտենց փոքր այդ էլ ասիմիլյացիայի ինչ-որ մի process է, քո եկեղեցու սփյուռքում ասիմիլյացիայի process-ն է։ Դա այդ մի քիչ բանից էլ է, գալի մարդիկ կան իրոք հայրենասիրական բան ունենում են իրաց մեջ, ուզում են անեն, ամեն դեպքում ուզում են մի բան անեն։ Դեմ չեմ, շատ լավ է, որ արել է, բայց իր այդ եկեղեցու ապագան չկա։ Հենց դա հարցը նա, որ կանոնակարգված չի, բայց որ միտեղից էլ խորանում ես կա Հայաստան, կա հայ, Հայաստանն էլ Հայաստանի հայերի հայրենիքն է, ել խեք գնում ուրիշ տեղ սարքում, եկեք ստեղ սարքեք։ Այսինքն դա էլի մի հատ բան։ Սարքում են էլի։ Սարքելը սարքում են, լիքը մարդիկ են եղել։ Մեր մոտ սարքում են, նոր եկեղեցի սարքում։ Չէ, մենակ եկեղեցու սարքելը չի։ Ամբողջ գյուղը հրճվանքի մեջ։ Չէ, մենակ եկեղեցու սարքելը չի։ Մշակույթի դպրոցները, վայր։ Նույնն էլ որ խորանանք, օրինակ Ռուբեն Վարդանյանը, որ կարող ոչ մի բան չաներ, Հայաստանում լիքը բան արել,
որը որ անշահախնդիր է արել, էլի, այսինքն մարդը միլիարդատեր մարդը եկել է արել է։ Ցավոք սրտի հիմա Բաքվում։ Հա, ցավոք սրտի, բայց իր մասին խոսալուց միշտ բան է, էլի, որ դու ավտոմատ, հա, ես չգիտեմ ինքը ուրիշ երկրում ոնց է ապրել, կոպիտ ասած ինչով է զբաղվել, բայց ինքը իմ երկրի համար մենակ լավն է արել։ Ասածս այն է, որ մարդիկ կանոնակարգված ուզում են ուրիշ տեղեր պահեն հայկականությունը, բայց խեք ուզում գնաք ինչ-որ մի հատ պուճուր քաղաքում կամ պուճուր գյուղում, պահեք, որ դուք հայ եք, եկեք Հայաստանում ապրեք, ստեղ օրինակ գյուղերը դատարակվում է, որ այն նույն մարդը, որ ապրում է Հայաստանի պետությունը ինչ անում այդ մարդկանց հետ վերադարձի համար։ Հայաստանի պետությունը ոչ բան չի անում, չի անելու։ Այսինքն չէ, բանով։ Մտնում ենք քաղաքականություն քիչ-քիչ ես ու դու։ Այս Spotify-ը լսողները չեն տենա, բայց այս չակերտներ եմ անում, էլի մատերով։ Դա գիտես կներես խոսքդ կտրեմ, եթե այդպես մտածենք, ուրեմն Հայաստանում вообще մարդ չէր մնա, ուրեմն Մամուլյանը օրինակ պետք է հելներ գնար Հայաստանից, ասեր դե նադա եղածը ոչ մի չեն հասկանում, Վովա Վարդանովը պետք է հելներ ասել, այս սրանք չեն ուզում ես հայրենիքը պաշտպանեն, ես թողում եմ գնամ։ Ֆեստիվալների մեծ մասը ինքն է կազմակերպում։ Ու տենց բազմաթիվ մարդիկ, եթե այդպես մտածեն, դե թողնեն Հայաստանը, ասեն դե всё ռադեղեք։ Չէ, ես այդ պետական ոչ մի բանի հետ համաձայն չեմ, ինքը այն ինչ որ պետական է, տեղ կա նաև կուսակցական շահ, ով ուզում է լինի այդ օրվա իշխանություն, անկախ տարանջատման էլ, անուններ չտանք, բոլորն էլ նույն ձև են լինելու։ Այդ օրը ունենալու են ով կլինի, ոչ թե մեկը, կարևորը ամեն ինչ արվի հանուն հայկականի ու հանուն ազգայինի։ Թեմա ով կլինի։ Ֆանտաստիկ մտքեր ունես։ Միշտ փայլել եմ։ Սպეციფիկներով բանով, դες չի լինում։ Ես իմ բռնապետական մտքերից հիմա կասեմ։ Մենք քեզ էլ ասենք էլի ներկայացնենք, մենք միշտ կռվում ենք։ Միշտ դու միշտ ֆանտաստիկայի մասին ես ասում։ Այտենց մարդ եղել է Վազգեն Սարգսյանը, սպանեցին, բրծավ գնաց, всё։ Դե կարելի է այտենց մարդ եղել է Գարեգին Նժդեն, որը 1980 խոսքիս համար մարդը ոչնչացել է սովետական Վլադիմիրի Բերթում տուբերկուլոզից։ Չէ, այն ինչ որ կապված է քաղաքականության հետ, դա հայկական ոչ մի բան չկա ու չի լինելու, որովհետեւ բոլորը իրենց շահի համար են մտածում, այդ միշտ եղել է անհատների վրա, հա, շեշտում եմ, անկախ նախասիրություններից, որովհետեւ կան կոնկրետ մարդիկ, ումից որ ավելի շատ եմ զզվում, քան մնացածից, բայց բոլոր նախատիր ամեն ինչ լինում է միշտ անհատների վրա ու զանգեն համից համ քեզ։ Թո զանգեն։ Երեք էլ նստած խոսում էինք ես Սուսանան մեկ էլ մեր ընկերներից Մանվել է ինչ որ մի պայ էլի եկանք նրան որ հիմա դե գինոսյանական օրերն է ոդկասթը երբ որ դուրս գա հավանաբար արդեն վերջացած կլինի ինքը իտո մի մարդու շնորհիվ որ կա այն որ կա հիմա երկ չէ պար ու ազգով հավաքվում ապարում են Էլի եղել են մարդիկ, որ փորձել են պահեն, բայց եղել է մի հոգի, որ հավաքել է բոլորին, մի թիմ է դարել, ու հիմա մենք ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը տենում ենք լիքը մարդ, որոնք որ անգամ եթե չեն էլ մասնակցում կասկադում կամ օպերայի բակում, մեկը իրանց բակերում կամ իրանց թաղամասերում էլի հավաքվում ապարում են ու նույնը երբ որ մի օր այս վերջերս էր վերջի ուրբաթ օրով որ իրան եղավ էլի բանը հաջորդը գութանն է ամսի 22-ին ես դուրս եկա քայլելու տենում էի որ բակերում երեխեքը ապարում են այսինքն իրանց ազդեցությունը շատ մեծ է մարդիկ գնացան դե ապարել են հետ են եկել իրանց բակերում ապարում են ինքը անհատի համար է ինքը պետությունը երբեք չի անի պետությունը հայրենիքը տարբեր բաներ է Ինքը չես կարա դու բերես կպցնես իրար։ Ու երբ որ ես ասում եմ զզվում եմ, ոչ թե զզվում եմ, որ ինքը այսինչան, այսինչն է։ Ես որպես քաղաքական գործիչ եմ զզվում, ոչ թե որպես մարդ ինքը իր տանը զզվում ապրում է։ Որտեվ հայրենիքը դա մենք ենք ժողովուրդն է միջի ապրող, ոչ թե այդ մարդիկ սիրուն կոստյումներով բանազգային ժողով, մենք ենք հայրենիքը, ամեն մեկը։ Որոնց մտքերի մեծ մասն է գլոբալիստական են։ Դե չգիտեմ ինչա կանեն, դա կարևոր չի, կարևոր որ մենք հասկանանք, որ Հայաստանը դա մենք ենք, ոչ թե իրանք ու մեզանից է կախված Հայաստանը։ Պոդքասթը որ ասացի, հա, այդ մենք ենք։ Ես որ հայկական խոհանոցով եմ զբաղվում ու ինձ հետևորդները շատ են Ռուսաստանում, ես շատ տեղեր տեսնում, օրինակ ուժին ենք միտեղ տալիս, մի հատ ջայլ խոհարար մոտիկանում ասում, բայց ինչ լավ ասում, դուք հայկականով եք զբաղվում, ես դες տեսա ու ես սկսեցի հայկականով զբաղվել։ Սա միջև է դες իտալական խոհանոցով է զբաղվում։ Այսինքն ես տեսնում եմ, որ դա ճիշտ ուղի է բերում մարդկանց ու իմ գործը ուղակի չի էլի, ազդում է մարդկանց վրա։ Այս վերջի ոդկասթի ժամանակ մոտավոր նույն բանն էլ Մավրը ասեց, որ այն, չգիտեմ, 2005 թվականին ոչ մեկ չէր պատկերացնում, որ մարդը կարող ազգային երկիչ լինի ու լավ ապրի։ Ու ինձ էլի կարող է մարդը մտքին կար, որ կարող է դու ժամանակի ընթացքում ուղղակի տենդենսներ փոխվեցին։ Պարկաստով որ հիմա ավելի շատ է գնահատում, քան առաջ էր։
Նույնը խոհանոցով է շատերը ես կարայի փնտրեի ավելի հեշտ ճանապարհ վրացական կամ իտալական խոհանոց, որը ավելի պոպուլար է ու ավելի շատ փող աշխատի ռուսների մեջ է վրացական իտալականը ավելի լավ կարգավիճակով ապրել, բայց ես ընտրել եմ ամենադժվար ճանապարհը, ոչ միայն հայկականը, այլ վերականգնել հայկականը ու մատուցել իրան նորով։ Դա ամենադժվար ճանապարհն է, ես այնքան եմ կռվել հյուրերի հետ, որ եկել են օրինակ ես տվել եմ շոկոլադից գաթա ու ինքը ասել է իմ տատիկս Քյավառում սենց էր գաթ են սարքում, ասում շատ ուրախ եմ, բայց մեր խոհանոցը, որ մտնում ես մուտքին գրած է ժամանակակից հայկական խոհանոց։ Կռիվները շատ էր հյուրերի հետ։ Մենք շատ ահավոր կոնսերվատիվ ենք ուտելիքի առումով։ Մենք կարանք հենց մի հատ նոր շոր դուրս գա, չգիտեմ, Gucci կլինի, Louis Vuitton կլինի, վազելով գնանք էտի առնենք, որտեղ մոդա է, որտեղ սրազու գնանք iPhone 1000 առնենք, որտեղ նոր տեխնոլոգիա է, բայց հենց հարցը կպնում է ուտելիքին, մի հատ կանաչի բերեք, մի հատ քյաբաբ դրեք, մի հատ խաշլամա սարքեք, այսինքն ուտելիքի մեջ ահավոր կոնսերվատիվ ենք մենք։ Բայց ինձ թվում է դա էլ է փոխվում։ Գիտես ինչ հիշեցի, դուք իմանաս Բենիկին ջանունց, որ գործունեություն է ծավալում Ֆրանսիայում, խոհարարա ու հայկական հետաքրքիր բաներ է պատրաստում։ Մի խոսքով իր կոմենտները հիշեցի, որ մարդը նորովի էր ներկայացնում տարբեր ուտելիքներ, ուտեստներ, ինչ որտեղ նաև նորամուծություններ էր մտցնում, հայկանայք տակը գրում էին։ Դա այդպես չեն անում, դա անգրագիտությունը ով է տեսել խաշլամայի մեջ սեպիպար լցնեն։ Չեմ ոմինչի մեջ ես միշտ լսեմ կանաչի անեն։ Իմ կոմենտները սաղ դրա մասին է, որ ես ինչ ես անում, ինչ ես մեր սրբությանը կպնում եւ այլն, ու որի այդ մարդուն հարցնում ես, ասում ես լավ կարաս 5 հատ հայկական ճաշատեսակ ասես, ինքը սաղ ասում է թուրքական պարսկական։ Լամաջո, չգիտեմ, Իմամ Բայալդի, Աջաբ Սանդալ, Մանդալ ասում եմ սաղ հայկական ջի։ Բանը, ես 30 տարի հետո երկարվեստի մասը։ Այս մեր կատակների ցանկերուհիների կասում ենք մեկ-մեկ հենց մեծանանք դառնալու ենք այն շոտ ոտ կանանցից որ չեն ընդունում ոչ մեկին բան մենք ենք արել դրել Որտի ամեն ինչին է վերաբերում երգին ես շատ չեմ սիրում գնալ հայկական հարսանիքներ շատ են հրավիրում համ որպես հյուր համ որպես շեֆ խոհարար որպես շեֆ խոհարար вообще չեմ գնում պետք է ինչ շատ հարազատ մարդ լինի ու հավոր շատ մեծ փող տան որ ես գնամ գոնե կոմպենսացիա ու մենյուն ես պետք է գործը դուր է գալի բայց ու մենյուն ես պետք է ընտրեմ այսինքն չլինի այդ աջաբ սանդալները մեջ նույնն էլ մենք երկելուց ու որպես խորոված պարելով չեն բերելու բերելու խորովածը կարելի է հա բայց կարելի է չանել հա լավ այդ պաշտամունք է այդ արդեն ու չեմ սիրում գնալ որպես հյուր որովհետև արդեն գիտեմ սախ սխեման հարսանիքի ոնց է գնալու որ մի պահ հասնելու ենք մամայի սպիտակ մազերին մռմուրը մեջ է այդ երգերը դա համար ես շատ գնում եմ ես էլ որ չեմ խմում ալկոհոլ չեմ օգտագործում մի ժամով գնում եմ ասում շատ ուրախ եմ շնորհավոր ես գնացի չէ ես էլ չեմ սիրում բարթա բավար դրա մեջ եք լինում Ահա դրա մեջ ես օրինակ կարել հարսանիք կնունք ծնունդ ու այդ տեսակ բաներ ու երբ որ ասում են խի ասում են որ որովհետեւ յուղոտ ճենջոց ձեռները բան չեմ սիրում ես էլ առանձնապես չեմ սիրում մասնակցեմ դա շատ մոտիկ մարդ պիտի լինի որ վերջի հարսանիքը երևի մի 2-3 տարի առաջ ընկերոջս հարսանիքներ մյուսն էլ եթե ես ամուսնանամ հավանաբար իմը կլինի ես տեսել եմ 1-2 հատ վիդեոյով YouTube-ի մեջ հայկական հարսանիք դա լիբանանահայերի սիրիահայերի որ չկար ընդհանրապես ռաբիս ազգային երկեր էր հայրենասիրական ինչ-որ պարեր, սենց ինչ-որ բաներ։ Մնացած ես ինչքան համարյա 20 տարի խոհանոցի մեջ եմ, ինչքան ես մատուցել եմ արսանիքներ հայկական, այնց ամենասկզբից սկսած միջև էր սաղ եղել է ռաբիս։ Բայց փոխվել է տենդենսը հիմա։ Ես որպես արսանիքների մեջ եղող մարդ։ Դեստեղ կարող է հա, բայց փոխում չէ։ Հա, դու դեռ ես ասում Եվրոպայում արսանիք չեմ տվել։ Չէ, Եվրոպայում Չէ, YouTube-ի պահներ նկատի ունեի։ Եվրոպայում մեծ մասամբ ազգային որպես այդպիսին երաժշտություն կամ ինչ-որ հետաքրքիր բաներ պահում են սիրիահայերը, բայց Հայաստանում արդեն մեծ մաս օրինակ երիտասարդներ կան հենց Երևանից կամ մարզերից, որ ուզում են, որ իրենց հարսանիքին օրինակ ինչ-որ տարազային թեկուզ բոլոր հյուրերը կրեն նույն տարազային աքսեսուարները։ Դե բոլոր հյուրերը մի քիչ դժվար է տենց ուզենալ։ Ուտելիքներ չէ, իրանք բաժանում են։ Այդ ուրիշ։ Փառք ասում ենք ունենք լիքը կազմակերպություններ, որ հագուստի հետ կապված դա շատ դժվար Տերյան կենտրոնից սկսած։ Որ բաժանում են։ Ես ես մատնիկը չեմ ակտիվ ռադարի։ Կամ երկերաշտությունը,
Փարքաստու։ Ինքը ես բոլորի մտքերը ասելուց ասում եմ էլի իրականում ասա մեր հյուրերից Գայանն Ավդալյան ասաց որ այդ մտքեդ համաձայն եմ որ հիմա մոդա է բայց վատը այն է որ մոդան անցնում է ու վատ կլինի որ երբ որ ազգայինը մոդայի տակ ընկած ուղակի ինչ որ մի օր անցնի գնա ու չգիտեմ Գերմանիայում լավ բան անեն այդ օրը որոշեն որ всё սա գերմանական ձևով են կամ կարճ է այդ հայերը են որ սենց անգլիական թակավորական ձևով են ուզում ամուսնանալ ու այն որ խոսքի չգիտեմ մեկը Չարբախից մեկը Բանգլադեշից իր հետ ամուսնանում են իրանք անգլիական ոճով են ամուսնանում որ իրանք ու հետո նայում ես այդ հա օքեյ շատ սիրուն էին իրանք այդ պահին բայց մի 3 ժամ հետոից թորին ես նայում չգիտեմ անապատի արևի տակ հարս այդ բրիտանական շորով ապարում եմ ու մենակ անապատի արևը չգիտեմ այդ հա չգիտեմ հա այն որ տենում ես չի բռնում այդ ամեն ինչը դու գնացել ես ուրիշ մշակույթի կարգ ու կանոնը վերցել ես տենց ուզում ես ամուսնանալ գնացել ես մի հատ ոչ այդքան հայկական կիսա հայկական կամ չգիտեմ ինչական երկերի տակ ապարում ես բայց ամեն մնում է ավանդական հարսանիք հիմա մոդա է դարել հենց փորձում են ճշտեն ավանդականը պահեն զգեստների առումով ու միջոցով հա մի քիչ գլուխ գովանություն կանենք մեր ոդկասթը որ սկսեցինք մի անգամ գլուխ գովացինք մի անգամից սկսեցինք հարսանեկան թեմաներից խոսել չգիտեմ Սուսանան որոշեց որ ազգային իմ համար կարևոր էր որ հարսանիքները ճիշտ կատարեն հարսանիքներից հա ապուշ ադատներ կբերեն թուրքական կմոցներ ես ամեն երկից ասում եմ շորտ դες բան չկա ինչի է կանում խիկ ամեն ինչ առուց ախսարկում Ես երկի պահով ասեմ հարսանիքների ես որ սկսում եմ խոսալ երկու բան եմ ես լսում մեկը որ դա ոնց պարեն կոմիտասի տակ ասում եմ բացի կարան պարեն դե կոմիտասի երկեր ունի որ կարան պարեն այո ես ասում եմ ապացուցել եմ որ կարան պարեն այո ու լիքը աշողներ ունենք, գուսաններ ունենք, ազգային երկիշներ ունենք, որոնց երկերի տակ կարելի է ապարել, իրենք պարային երկեր են։ Այդ նույն զուրնայի տակ կարելի է ապարել, Դա առաջինն է որ լսում, որ ասում են ոնց պարենք կոմիտասը։ Երկրորդը որ լսում, ասում են դա հետամնաց մուզիկա է։ Ես երբևիցե չեմ լսի օրինակ իտալացուց, որ ինքը ասի Վերդին դա հետամնաց մուզիկա է, ոնց մենք լսենք Վերդի, կամ չգիտեմ Բեթհովենը դա հետամնաց է, ոնց մենք Բեթհովեն լսենք։ Գիտեք ինչի է ստանց, որովհետև կոմիտաս ներկայացնելուց հիմնականում ներկայացրել են որ այ այս այնով պետք է անջի ես գլխային նոտանոց հա օքեյ համաձայն եմ դա կոմիտասի ամենա չգիտեմ տեսակն է երաժշտության բայց մենք ունենք 6-8 կոմիտասյան երգեր որոնք մշակվում են շատ գեղեցիկ 6-8 նկատի չունեմ ռաբիս 6-8 հենց տակտը նկատի ունեմ շատ գեղեցիկ մշակվում են ու ներկայացվում են մի քիչ անգերագիտությունից է որով ժամանակի ընթացքում չգիտենք խոհանոցից հասանք ուր հա էլի քանդվել է սովետը քանդվել է ինչ որ մարդիկ եղել են որոնք որ ազգայինը ուզեցել են պահպանեն որոշակի առումով փորձել են հետո կյանքի դժվարություններ եւ այլն չի ստացվել ու միանգամից մենք sense մեր կյանքը մի քիչ բացվել է Հայաստան աշխարհի մենք միանգամից տեսել ենք աշխարհում ինչ կա ամեն ինչ միանգամից վերցրել ենք հա ու մերը ավտոմատ դարել է դե հետա մնացա հետաքրքիր չի պլյուս մի քանի հոգի եղել են որ վատ ձևով են ներկայացրել ինչ որ տարբեր շոուներ են արել իբր հայկական ու հավաքվել են ռադիո երկերին կա անունների մեջ օրինակ հայկական անուններ սկսել են շատ քիչ դնել չգիտեմ ստեղ ոնց է բայց Սփյուռքում շատ քիչ է Ալեքս Մաքս Կարոլինա ես իմ այնտեղ Անչելը Կարոլինա չունենք բայց ունենք չես լսել Մարիետտա ես իմ իշորը տենց անուններ որ ասում են չի չեք դնում ասում է դե հետա մնացա ասի լսի որն է ժամանակակից հայկականը Արմեն ասում եմ հիմա որ Արմենը չդնեք ինքն է կգնա այդ պատմության են հետևները ու ժամանակի ընթացքում Արմենն է կկորի դա անունի ժամանակակիցը որն է Դե չեն դրե որ այդ անունները կոր դրաստամատ անուն չեն դրե որ այդ անունը կորելը բավական հա դե կներեք էլի եթե ձեր անունները համընկնում է իհարկե ես մեր բոլոր դիտորդներին գիտեմ ես հարգում եմ բոլոր բավականներին մեջքինազներին բոլորին դրեք արխային դրեք բավականը համասփյուրներին անուն դնեք տենց չի կարելի շատ լավ չասա գլնգելու են մեզ իրական Իմ ամենասիրած հայկական անուն տղայի անունը Արտավազդն է Չէ, ես իմ անունը շատ էգոիստական եմ, բայց Արտավազդն է, ինչ լավ ու այդ խնդիրը կա, ասում են, հետա մնացա, սենց է, անենց ասում են, որ դուք այդ անունը չդնեք, այդ անունները մահանալու են։ Մենք չենք ունենալու, մենք սաղս դառնալու ենք Կարոլինա, վերջում։ Ու եթե դու նայես օրինակ Ռուսաստանում, դու չես տեսնել մի հատ կիրգիզ կամ ուզբեկ, որը դրել է, ինչ որ չգիտեմ, այնտեղ Վլադիմիր օրինակ, Ալբերտ, Ռոբերտ, այդպես բաներ չկա, իրանք իրանց անուններն են դնում։
չգիտեմ ընդ Սուլտանբեկ, Իբրագիմ եւ այլն, սա իրենց անուններն է։ Դե իրանք ես չեմ սիրում իրանց մշակույթը ու մուսուլմանական մշակույթը, բայց ամեն դեպքում իրանք պահում են ու այս վերջերս մտ ուրիշ ոդկասթով լսում էի, որ ոնց որ Infocom-ի քանի որ Աշոտը մեզ ամենտեղ գովում է, ես էլ իրա Infocom-ի ոդկասթը, Աշոտ մենք նայում ենք։ Մենք շատ ենք սիրում դե ոդկասթը։ Բայց իրա Infocom-ի ոդկասթը։ Այնտեղ մի հատ sense բան կար, որ 3 հոգով են էլի, աղջիկը ասում էր հայարփի թե արփի, ան հիմա չեմ հիշում, բայց արփի կարծեմ, որ մի հատ ուզում եմ ուղղակի իր միտքը ճիշտ ասեմ, որ հանգարց սխալ բան չստացվի էլի, որ դուք ապրեիր օրինակ, չգիտեմ, աֆղանական ձևով, այն մյուս տղան պրոստը չեմ հիշում, ասում էր, թե իմ համար այդ չէ, ես կուզեի ապրեի ավելի զարգացած, ավելի, չգիտեմ, քաղաքակիրթ ձևով, ուստի իմ մոտ մի անգամից բան է կա, որ ախպեր այն մարդիկ, այդ են համարում քաղաքակիրթ։ Իսկ մենք չենք սիրում այդ, մեր համար քաղաքակիրթ չի, բայց մենք ոչ թե սիրում ենք այն ինչ որ մերն է, մենք քաղաքակրթություն չգիտես թե համարում ենք Ամերիկան, համարում ենք Ֆրանսիան։ Բացարձակ քաղաքակրթություն։ Այսինքն այդ քաղաքակրթության հարցն է կա էլի, ախպեր որն է, հա օքեյ, Աֆղանստանում տենց է։ Լիբանանը մարդը այդ է համարում։ Դե գիտես ինչ կա, բայց մենք ոչ թե մերն ենք ուզում լինի, այլ օքեյ, մենք ուզում ենք ամերիկանը բանը, քաղաքակիրթը, այնտեղ չգիտեմ, սա հավասար են եւ այլն, վсё քաղաքակրթությունը դա։ Այն դեպքում, երբ որ մենք ունենք մեր հազարամյա պատմությունը ու մեր քաղաքակրթությունը, որտեղ որ ունենք մեր բոլոր իրավունքները, մեր չգիտեմ, ամեն ինչը նիստուկացը ու մենք ուզում ենք այդ չունենանք էլ։ Սա խնդիրը է։ Դա նաև կարան պրոգրամավորեն լուբոյի պետությանը, որ դա է ճիշտ, այսինքն, չգիտեմ, ֆեմինիզմը դա ճիշտ է ու կարան քո պետությանը պրոգրամավորեն, եթե դու այդ ազդեցության տակ ես, այդ գոտի ազդեցության տակ ես գտնում, կարան պրոգրամավորեն, որ դա ճիշտ է։ Գլոբալիզացիա։ Հա, գլոբալիզացիա։ Բայց ոչ թե հենց ֆեմինիզմը, այլ ինչ որ կոնկրետ ձև, անունը դրել ֆեմինիզմ, բայց տակը ուրիշ բան։ Հա, չէ, լրիվ ուրիշ այլասերված մարդու ու լուբոյի պետության ուժեղ ավելի հզոր մեծ պետություն կարան պրոգրամավորեն, որ դա է ճիշտ։ Ու մենք դա այդ օրինակը ունենք, չենք այսքան խոսում, որ մերը չենք սիրում։ Մենք բազմաթիվ անգամ կորցրել ենք պետականություն, եղել ենք ուրիշ ազգերի լծի տակ ու իրանք մեր մեջ սրսկել են անդադ դա, որ դու չես կարա լինես ուժեղ, դու չես կարա լինես անկախ, դու չես կարա լինես մենակ, դու չես կարա ինքդ քեզ պաշտպանես։ Դա համար մեր մեջ դա գենետիկորեն այդ խնդիրը կա։ Մենք անդադ ման ենք գալի ինչ որ մեծ եղբայր, որը մեզ sense գլխների sense կանի կասի, դու չմտածես սա լավ կլինի։ Ռուսաստանը վсё մեծ ախպերը չէ, Ամերիկան է սրանից հետո։ Ու նույնը այդ ինչ որ դու ասում ես, նույնը դա կարան ամեն ինչի ուզենան սրսկեն քո մեջ, քո ազգի մեջ ու ասեն սա է ճիշտ, սա է ձևը։ Օրինակ չինացիքը տենց չեն համարում, իրենք ասում են չի Եվրոպան որոշում է, որ տենց է ձև, մենք որոշում ենք սենց է ձև, սենց պետք է։ Անցած ասեցին ու արեցին։ Ես այդ կռիված միշտ ունեմ էլի, այն որ ասում են ախպեր դե չգիտեմ Ֆրանսիայում սենց է, ասում ախպեր պետք է քեզ ինչ Ֆրանսիայում ոնց է։ Դու մենք չենք մերը թողում ու ընկնում Ֆրանսիայում ոնց է։ Մենք լրիվ ուրիշ ինքնություն ունենք ֆրանսիզների հիմա էլ կայելի, ապա դե մենք պուճուր ազգ ենք, մենք ոչի բան չենք որոշում, ապա դե մենք որոշելու համար համաձայն են, որ մենք չենք որոշում, դա մի քիչ ուրիշ է։ Դա մեզանից կախված որոշում ենք թե չէ։ Թեմայի է, թե որտեղից է դա երկար տարիներ մենք ինչ որ բաներ որոշել ենք։ Այդ նույն սրսկողներն են, ովքեր սրսկում են ֆեմինիզմը լինի, թե չգիտեմ գլոբալիզացիան լինի, թե մի խոսքով Երբեմն հունից դուրս ենք գալիս։ Միշտ ենք ջղային։ Հեսա ինչ որ մի օր մեր դառնալու է բան, կիսա քաղաքական շարակնոց ուղղակի։ Սա բաց լուսամուտն։ Բայ շարակնոց։ Դիտումները շատանան ավտոմատ։ Դա մենք դիտումներ իրականում սկսեց։ Քիչ էին նայում։ Իրական դիտումների համար չենք անում, որ դիտումների համար անենք, վաղուց չենք անի։ Բայց հաճելի է որ շատ է, չէ՞ դիտումները։ Նայ, հաճելի է որ շատ է, բայց հաճելի է որ ոչ թե ինքն գնում է ուղղակի ռեկ ու մարդիկ նայում, այլ այն մարդիկ, որոնք որ հասկանալով են այդ ամեն ինչը նայում, էլի, որովհետև մեր նպատակը առհասարակ ոչ մի անձնական բան չկա, էլի։ Ցորենը որ անձնականով են քաղաքական կանոնները, ճիշտ տեղը կընկնի, դաժե եթե 30-ը չընկավ, այն 3-4-ը կընկնի։ Ուղղակի մի հատ ուրիշ լավ բան կա, որ օրինակ մեր հետևորդները 1000-ը չեն անցնում։ Բայց մենք շատ երջանիկ ենք, որ օրինակ 1000 դիտող ունենք, 1000-ն էլ գաղափարակից են, 1000-ն էլ սպասում են, ու 1000-ի համար էլ կարևոր են օրինակ այս թեմաները։ Ուզում ես 1000-ը անցնի։
Դες սկսեցին քաղաքականություն։ Ասում Պուտինը։ Մեզից լավ քաղաքականությամբ զբաղվողներ կան, թող խոսան իրար։ Ուրեմն Տրամպը շաբաթ եկավ։ Չէ, բաց այդ միած հետաքրքիր բան։ Եթե չգիտեմ, այս վերջերս մի աղջիկ մետրոյում ասաց, որ նայում է ու մեկ-մեկ Լևոնը ամեն անգամ գրում ասում է ճանաչել։ Սուսանային դե ավելի շատ են ասում, նախ որովհետև իրան ավելի շատ են ճանաչում, բնական է։ Pepsi ռեկլամը ամեն քայլի տեսեք մի 5 անգամ տեսել։ Ինքն ուրախ եմ, որ դուք տեսեք, ես էլ մի անգամ երեք եմ տեսել։ Դի նկարի, ամենազնեկարան գտել քեզ բան։ Ես երբ որ ստուդիան սարքում էի, ուզում էի կապույտ գույն լինի։ Ես ուզում էի կապույտ լինի, հենց տենց որոշել էի, որ ստուդիայի գույնը կապույտ է լինելու, ինչ որ մի պես Սուսանան ասում է դե Pepsi-ը համագործակցություն է լինելու։ Ուսովա պատերի է։ Ազատի իսկ տայից ես ինչ որ մասնաբաժին չունեմ, դե պատի ներկելու գույնը։ Այ որ մի հատ է գրես վրան Pepsi-ի ժամանակ Այդ արդեն կապնվում եք իմ հետ։ Բանը ուզում ասեի մոռացա, հա։ Ու տենց որ ինչ որ մեկը տենում է, ասում է ճանաչեցի, ինձ անունով դե չգիտեն, ոչ էլ պետք է որ իմանան, բայց հետաքրքիր է նա, որ իրանք նայում են, որ ասում են ոդկաստ եմ լսում, ոչ թե քեզ կամ չգիտեմ, Սուսանային, ոդկաստ եմ լսում։ Այդ շատ կարևոր է իմ համար, որ պիտի այդ հենց ոդկասթը լսեն ու հասկանում են, որ ինչ որ լավ բան են անում, որը որ մնալու է։ Հուսամ, եթե այդ աղջիկն էլ նայում է այն օրը որ ճանաչեց, շատ շնորհակալ եմ ու բոլորս այդ ամենը շատ ուրախանում ենք։ Լևոնի հետ մի հատ ուրիշ բան պատմեմ։ Մի հատ բան պատմեմ, գնացել եմ իմ հիշողությունը նախ սկսենք ստեղից, որ շատ վատ է, գնացել եմ պրավայի քննության։ Հիշացնեմ քեզ։ Գնացել եմ պրավայի քննության տեսական չեմ ասի որերորդ անգամ եմ գնացել։ Ես 8-րդից եմ ստացել արխային ասած։ Ու չեմ առել, եթե ինչ ստացել եմ 2-3 տարի առաջ, ես առաջինից եմ ստացել։ Դες չի կարելի ասել, առնել բանը։ Չէ, բոլորը Հայաստանն է, տեսական քննությունը կտրվում եմ, անդադ որտեվ չեմ հիշում։ Ու գնում եմ, մտնում եմ ներսից գողբան, բայց նենց դեմքով եմ, որ вообще ես այս մարդը չեմ։ Սա շատ հասարակ բանի մեջ մտնում եմ, մեկ էլ կանչում են երկու աղջիկ են, որ մինչև պետք է իմ տվյալները լրացնեն, այն մյուս աղջիկը նայում է դեմքիս, սենց համ վաու, դուք ոդկասթի աղջիկն եք։ Հովտաշեն կամ հովտաշատում չեմ, այդ անունը խառնում եմ։ Ճիշտ է, երկու գյուղային կողմ, բայց չեմ հիշում անունը։ Մի խոսքով մեկ էլ ասենց համ դուք ոդկասթի աղջիկն եք։ Մտքիս մեջ ասում Ես ոնց եղավ բենդով չճանաչեցին ոդկասթում։ Միշտ նայում ենք հենց երեկվա հաղորդումն էլ ենք նել, դու սկսում ես պատմել։ Դա խնդրեմը ձեր բենդի մեջ է։ Ու հետո մտա կտրվեցի, այսպես դեմքով դուրս եկա, որ իմանա որ չէ, հայտնի դառնաս, քեզ նվիրելու եմ, սենց բերելու են պարավան, ասեն նվիրում ենք ձեզ։ Վտանգավոր է, չի, ավելի լավ է ստանամ։ Մենք այն տարի գնացել ենք գաստրոկեմպ Սյունիք, շատ հետաքրքիր պրոյեկտ են կազմակերպել, մեր հետ էր 2 տարի առաջ էր, չի, կարծեմ։ Այն տարի էր։ Ասում եմ 3 այն տարի 25 թվին էր։ Թե 24, 25 օրը։ Գնացել ենք այդտեղ ու մեր հետ էր Աբրահամ Բաբիկյան, Լույսի կտոր տղա ու որ գյուղ մտանք մի բան բերին նվիրեցին այդ մեկը տորտ բերեց ասում Աբրահամ դու կարես ուտելիք չառնես կզախում եք մի բան բերեմ տալիս Աբրահամը ձեր այդ մանգալ մեր լավագույն ընկերներից է որ ճամբար միշտ գալիս է հայորդի ճամբար Աբրահամ Ականջական ճամբարից մեկը խոսած էլի չի կամ ճամբարից չխոսա ռեկլամ դու փող եկալես դրա մեկը լինի մեզ տա ես ասում եմ որ այստեղ եմ եկալ Ոչ տենում ես քո համար եմ անում շեշտում եմ Մերսի շատ Կարանք սենց էլի մի քանի ժամ խոսանք, բայց ինձ թվում է լեկ խոսանք էլի։ Մեր ոդքասթը տարբերվում է մնացածից, մնացած հաղորդումներից։ Սուսանան էլ ասաց հարցեր եմ պատրաստել, ես ասում Գիտես ոնց է, միշտ լիքը հարց ենք մտածում, որ պետք է տանք, ընթացքում այդ հարցերը չենք հիշում։ Ուղղակի մենք թողում ենք ազատ, որ գնա հաղորդումը։ Ոնց կգնա։ Ռոբեն Մելքոնյանը երբ որ եկել էր հյուր, հարցեր էինք պատրաստել, որ պետքա Ռոբեն Մելքոնյանին տանք։ Ու լուրջ հարցեր։ Ու լուրջ հարցեր էլի, դե մարդը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր մարդը, ու տես լուրջ մեր կարծիքով լուրջ հարցեր էինք։ Ամեն մեկը երևի դավթարով։ Սենց եկանք նստեցինք Ռոբեն Մելքոնյանը սկսեց խոսել, այսպես նստել էինք։ Այո, տես ոնց որ պետհամասարան դասում։ Հա լուրջ, էլի այնքան հետաքրքիր էր խոսում, որ մտածում էինք, այս մարդը ինչքան է խոսա, մեկը լսելու ենք, դες բաներ ա խոսում, չես կամ չլսես։ Ու հասկացանք, որ ուղղակի ինչ որ մի օր պետքա էլի գա, հետո ինչ որ մի օր էլի գա, տենց Մեր բոլոր հյուրերին ասում ենք, որ մենք սպասել ենք երկրորդ անգամ։ Ժամանակ մտածում ենք Աննայի հետ Թովմասյան, որ ինչքան խոսենք, կխոսենք Լիլիթի հետ։ Հա, բոլորի հետ կարանք ժամանակ խոսենք։ Ռուբենի հետ։
Էսա նամանավանդ հիմա Պարոն Մամուլյանին չես քաղաքականությունից տորմայց ենք հասցրել այդ մի ժամը։ Վիդեոն որ վերջանում է, գրեք շարունակություն։ Ու տես գիտես ոնց է լինում, այսպես միշտ հենց գալիս են ինչ-որ մի բան, որ մտածում ենք պիտի փագենք, ու ոնց հասկացանք, որ պիտի ժամ ու կեսի արանքում տեղավորվենք, որովհետև երկար մի երկու ոդկաստ ունեցանք, հասկացանք, որ վերջի մասը ժամ 59 րոպե։ մարդիկ սկսում են չնայել, բայց ամենավատն է, որ ամենահետաքրքիր մասերը միշտ այդ ամենավերջն են գնում, որոշեցինք, որ պիտի միշտ Արդեն բացված ենք լինում բոլորը։ Սկիզբը կտրեք, մեջտեղից սկսի։ Հետո հասկացանք, որ պիտի մի քիչ կարճանենք։ Մերսի շատ։ Ես եմ շնորհակալ։ Հուսանք, որ Հայաստանում կմնաս, առնվազն որպես մշտական լոկացիա էլի քո կյանքում։ Ամեն ինչ պետք է անեմ, որ մնամ Ու Հայաստանում։ մի ստատիկական բան ասեմ, քանի որ դու քո մտքերը բարի են, Աստված քո սրտի չափով քեզ տա որ դու գաս քո գիտելիքներով նաև քիչպես Կանգնած ջրի պես երկար լինի։ Մի բարձի ծերան ասում ես բարձի վրա քնես։ Մի խոսքով մենք միշտ Բայց ինչի տատիկական լավ մախտանքներ էր։ Մենք էլ էլի արդեն տարիքին արդեն տատի ենք էլի մորյա։ Վերջ այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Հաջողություն։ Շնորհակալություն։